Գիտեք այն պահը, երբ ամեն ինչ կատարյալ է թվում դրսից, բայց ներսում ինչ-որ բան պակասում է, նա հոգնել էր բացակայություններ հավաքելուց որոշեց իր սեփական պատմությունը գլխիվայր շրջել։ Այն, ինչ սկսվեց որպես պարզ ծրագիր, վերածվեց մի գիշերվա, որը ոչ ոք չմոռացավ։ Եկեք լսենք այս պատմությունը, պատրաստվեք ավելին զգալ, քան պատկերացնում եք։ Հուսով եմ, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինեն միշտ գիտեր, որ իր ամուսնության մեջ ինչ-որ բան այն չէր, բայց երբեք չէր կարողանում հստակ նշել, թե ինչ։ Կռիվներ չկային, բղավոցներ չկային այն պայթուցիկ վեճերը, որոնք սովորաբար նշանավորում էին ճգնաժամային հարաբերությունները։ Կար մի բան ավելի վատ։ Կար լռություն։ Խլացուցիչ լռություն, որը լցնում էր այն ընդարձակ բնակարանի յուրաքանչյուր սենյակը, որտեղ նրանք ապրում էին Երանի կենտրոն թաղամասում։ Լռություն, որն ավելի ծանր էր, քան ցանկացած վատ ասված խոսք։ Նա տանից էր աշխատում, որպես անկախ գրաֆիկական դիզայներ, օրվա մեծ մասն անցկացնում էր միայնակ այդ երեքսենյականոց բնակարանում, որն ավելի շատ ամսագրի ցուցասրահ էր հիշեցնում։ Ամեն ինչ անթերի, ամեն ինչ իր տեղում, ամեն ինչ սառը կատարյալ։ Սպիտակ պատերը, մինիմալիստական դիզայնի կահույքը, ռազմավարականորեն տեղադրված բույսերը, կյանք հաղորդելու մի տարածքի, որը պարադոքսալ կերպով մահացած էր թվում։ Մարինեն հաճախ էր իրեն բռնում աշխատասենյակի պատուհանից ներքի քաղաքի շարժին նայելիս, իրեն լիովին անջատված զգալով ամեն ինչից բոլորից։ Ռոբերտը, նրա ամուսինը, ֆինանսական շուկայում հարգված ղեկավար էր։ Մեծ կառավարող ընկերության ներդրումների տնօրեն էր, նա վաղ էր արթնանում, դուրս էր գալիս առավոտյան 7-ից առաջ ուշ էր վերադառնում, սովորաբար երեկոյան 10-ից հետո։ Հանգստյան օրերին, երբ նա չէր լինում որե կորպորատիվ միջոցառման կամ գոլֆի դաշտում հաճախորդների հետ, ժամեր էր անցկացնում փակված գրասենյակում, վերանայելով աղյուսակներ, պատասխանելով էլեկտրոնային նամակներին, մասնակցելով տեսակոնֆերանսների միջազգային ներդրողների հետ։ Նա ասում էր, որ կառուցում է իրենց ապագան, ապահովում ֆինանսական կայունություն, հող է նախապատրաստում այն ժամանակվա համար, երբ կորոշեն երեխաներ ունենալ։ Բայց Մարինեն այլս չգիտեր, արդյոք ուզում էր երեխաներ ունենալ այդ տղամարդու հետ։ Ոչ թե այն պատճառով, որ չէր սիրում նրան։ Նա սիրում էր նրան, կամ գոնե սիրում էր այն հիշողությունը, թե ինչ էին նրանք մի օր։ Սիրում էր այն ուշադիր տղային, ով նվաճել էր իրեն համալսարանում, այն տնտեսագիտության ուսանողին, ով բանաստեղծություններ էր արտասանում, երբ նրանք կիրակի կեսօրին քայլում էին հաղթանակ զբոսայգով։ Սիրում էր այն տղամարդուն, ով իրեն ամուսնության առաջարկ էր արել Սանա լճի ափին, մայրամուտին, արցունքներն աչքերին հուզմունքից խեղդված ձայնով։ Բայց այդ տղամարդը կարծես անհետացել էր, կուլ տված կորպորատիվ հավակնություններին մասնագիտական մոլուցքին։ Նրանք ամուսնացել էին 6 տարի առաջ, Երանի ավանդական ակումբներից մեկի մատուռում կայացած զուսպ, բայց էլեգանտ արարողությամբ։ Մարինեն դեռ հիշում էր Ռոբերտի աչքերի փայլը, երբ նա տեսավ իրեն մուտք գործելիս, ձեռքի ամուր սեղմումը, երբ նրանք մատանիներ փոխեցին, բարի ժամանակ շնջացած խոստումները։ Դավաճանության, գործընկերության, միասին իմաստալից կյանք կառուցելու խոստումներ։ Առաջին տարիներին ամեն ինչ բնական էր թվում։ Նրանք միասին ճանապարհորդում էին, ընկերների հետ դուրս էին գալիս, ժամերով խոսում էին ամեն ինչի ոչնչի մասին։ Բայց աստիճանաբար, աննկատորեն, հեռավորությունը սկսեց մեծանալ։ Եվ ամենավատն անտարբերությունն էր։ Ռոբերտը խանդոտ չէր, երբեք չի եղել։ Նա սովորաբար ասում էր, որ խանդն անվստահ տղամարդու բան է, փխրուն առնականության արտացոլանք։ Ասում էր, որ լիովին վստահում է իրեն, որ կարիք չկա վերահսկելու, թե ում հետ է նա դուրս գալիս կամ ինչ է անում։ Մարինեն սկզբում դա ազատագրող համարեց։ Բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ դա վստահություն չէր։ Դա անտարբերություն էր։ Նա պարզապես բավականաչափ չէր մտածում, որպեսզի որևէ բան զգար։ Նա կարող էր ամբողջ օրն անցկացնել առանց նրա հետ մեկ բառ փոխանակելու։ Կարող էր ընկերուհիների հետ դուրս գալ, ուշ վերադառնալ, նա հազիվ էր աչքերը բարձրացնում նոթբուքից։ Կարող էր նոր հագուստ գնել, մազերի այլ սանրվածք անել, նոր դիմահարդարում փորձել, նա չէր նկատում։ Մարինեն իրեն անտեսանելի էր զգում սեփական ամուսնության մեջ, ուրվական, որն ապրում էր սպիտակ պատերով անթերի կահույքով տանը։ Առաջինը Լիլիթն էր, ով մատնանշեց ակնհայտը։ Լիլիթը, նրա լավագույն ընկերուհին համալսարանական տարիներից, այն կենսուրախ անկաշկանդ կինը, ով աշխատում էր որպես հանրային կապերի մասնագետ, ճանաչում էր Երանի գիշերային կյանքի կեսը։
Նրանք գինի էին խմում Սարյան փողոցի բարերից մեկում, այն անձրոտ հինգշաբթի օրը մարտին, երբ Մարինեն վերջապես փլուզվեց։ Դա ոչ մի դրամատիկ բան չէր։ Արցունքներ կամ հեկեկոցներ չկային։ Դա մի բան էր ավելի տխուր, ավելի խորը։ Մարինեն պարզապես նայեց կարմիր գինու բաժակին, ցածր ու հոգնած ձայնով ասաց, որ այլս չգիտի, թե ով է ինքը։ Որ դարձել է ստվեր, մարած ներկայություն, մի կին, ով գոյություն ունի միայն կատարյալ ամուսնության տեսքը պահպանելու համար։ Լիլիթը լսում էր նրան լռությամբ, այն խորաթափանց հայացքով, որը կարծես տեսնում էր չասված բառերի միջով։ Եվ հետո հարցրեց այն հարցը, որը կփոխեր ամեն ինչ. Երբ է Ռոբերտը վերջին անգամ իսկապես նայել քեզ։ Մարինեն չկարողացավ պատասխանել։ Փորձեց հիշել։ Հիշողության մեջ փնտրեց այնպիսի հայացք, որը գերազանցում է առօրյան, այն հայացքը, որը լի է ցանկությամբ, անկեղծ հետաքրքրությամբ, իսկական կապով։ Եվ չգտավ։ Ամիսներ էր անցել, գուցե տարիներ։ Նրանք դարձել էին բնակարանի ընկերներ, ովքեր կիսում էին ծախսերը ազգանունը, բայց այլս չէին կիսում այն, ինչն իսկապես կարևոր էր։ Հենց այդ գիշեր Մարինեն որոշում կայացրեց։ Նա այլս չէր սպասելու։ Այլս չէր բավարարվելու ուշադրության փշրանքներով։ Այլս չէր ընդունելու անտեսանելի լինելը։ Ինչ-որ բան պետք է փոխվեր։ Նա պետք է ռեակցիա առաջացներ, ցանկացած ռեակցիա։ Եվ կատարյալ հնարավորությունը մոտ էր։ Հաջորդ շաբաթ փոստով եկավ մի ծանր ծրար, Ռոբերտի ընկերության զինանշանը ոսկեգույն դրոշմով։ Մարինեն այն բացեց խոհանոցում, դեռ հագած ֆլանելային գիշերազգեստը, որը կրում էր տանից աշխատելիս։ Դա ներդրումային ընկերության ամենամյա միջոցառման հրավերն էր։ Ներդրողների գալա, ինչպես շքեղորեն անվանում էին։ Գալա ընթրիք հինգաստղանի հյուրանոցում, բոլոր գործընկերների, տնօրենների, կարևոր հաճախորդների, միջազգային ներդրողների ներկայությամբ։ Միջոցառում, որտեղ լավ տեսք ունենալը գրեթե նույնքան կարևոր էր, որքան եռամսյակի թվերը։ Մարինեն հրավերն ամուր պահեց մի քանի ակնթարթ, զգալով հաստ թուղթը մատների արանքում։ Ռոբերտը միշտ իրեն տանում էր այդ միջոցառումներին, բայց նա միշտ պարզապես դեկորատիվ կինն էր եղել սրահի հետնամասում։ Նրանք միասին էին գալիս, նա մի անկյունում քաղաքավարի զրուցում էր այլ կանանց հետ, նա շրջում էր կոստյումներով տղամարդկանց խմբերի մեջ, խոսելով շուկաների, տոկոսադրույքների ներդրումային հնարավորությունների մասին։ Ի վերջո նրանք լուռ վերադառնում էին տուն, նա ստուգում էր հեռախոսը մեքենայի հետի նստարանին, նա պատուհանից նայում էր քաղաքի լույսերին։ Բայց այս անգամ այլ կլիներ։ Մարինեն վերցրեց հեռախոսը, զանգահարեց Լիլիթին։ Ինձ քո օգնությունն է պետք մի բանի համար։ Հիշում ես այն բուտիկը, որ դու գիտես։ Այն, որը տոնական զգեստներ է վաճառում։ Լիլիթը նկատեց ընկերուհու ձայնի տոնը։ Այն վճռականության տոնը, որը խառնված էր ապստամբության մի կետի հետ։ Եվ ժպտաց հեռախոսի մյուս կողմից։ Մտածում ես այն, ինչ ես եմ մտածում։ Մարինեն փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, պատասխանեց մի ամրությամբ, որը զարմացրեց իրեն։ Ես ստիպելու եմ, որ նա ինձ տեսնի։ Ես ստիպելու եմ, որ նա ինչ-որ բան զգա։ Նույնիսկ եթե դա վերջին անգամ լինի։ Հաջորդ շաբաթ օրը նրանք հանդիպեցին Ռաքել Հովհաննիսյանի բուտիկում, մի զուսպ, բայց նրբաճաշակ խանութ, որը թաքնված էր հյուսիսային պողոտայի նրբանցքներից մեկում։ Լիլիթն արդեն զանգահարել էր նախօրոք, բացատրելով, թե կոնկրետ ինչ է պետք։ Վաճառողուհին, միջին տարիքի էլեգանտ կին, Սիմոնե անունով, նրանց ընդունեց շամպայնով համաձայնության ժպիտով։ Մենք ուզում ենք մի բան, որը նրան կստիպի կուլ տալ, ասաց Լիլիթն առանց շրջանցումների, մինչ Մարինեն նյարդայնորեն ծիծաղում էր նրա կողքին։ Մի բան, որը կասի ես գոյություն ունեմ, ես ցանկալի եմ, դու հիմար էիր, որ նախկինում չնկատեցիր։ Սիմոնեն գլխով արեց, կարծես դա լիովին սովորական խնդրանք լիներ։ Նա անհետացավ խանութի խորքում, վերադարձավ 3 տարբերակով, կախված փափուկ կախիչներից։ Առաջինը մուգ կարմիր էր, խորը դեկոլտեով համարձակ կողքի ճեղքով։ Երկրորդը մուգ կապույտ էր, կառուցվածքային, էլեգանտ, բայց զուսպ։ Երրորդը սեր, հեղուկ թվացող գործվածքից, մարմնին կպած, բայց ոչ գրեհիկ, մեջքի դեկոլտեով, որը հասնում էր մինչ ողնաշարի հիմքը։ Մարինեն փորձեց երեքն էլ։ Կարմիրը չափազանց հզոր էր, գրեթե ագրեսիվ։ Կապույտը անվտանգ էր, գեղեցիկ, բայց ազդեցություն չէր թողնի։ Բայց երբ նա հագավ սը, իրեն նայեց ամբողջ հասակով հայելու մեջ, ինչ-որ բան փոխվեց։
Կինը, որը նայում էր իրեն, այն մարած Մարինեն չէր, ով օրերն անցկացնում էր միայնակ բնակարանում։ Դա մեկ ուրիշ մարդ էր։ Մեկը վստահ, զգայուն, մագնիսական։ Լիլիթը ցածր սուլեց. Սա… Անպայման սա… Դու շլացուցիչ ես։ Մարինեն դանդաղ պտտվեց, դիտելով յուրաքանչյուր անկյուն։ Զգեստը ընդգծում էր նրա մարմնի յուրաքանչյուր կորը, կարորում էր բարակ իրանը, ընդգծում ուսերը։ Երբ նա շրջվում էր մեջքով, մերկ մեջքը էլեգանտորեն հակադրվում էր մուգ գործվածքին։ Նա իրեն հզոր զգաց։ Իրեն տեսանելի զգաց։ Հաջորդ օրերն անցկացրեց անհանգստության հուզմունքի խառնուրդում։ Ռոբերտը հազիվ նկատեց, երբ նա նշեց, որ արդեն ունի զգեստը միջոցառման համար։ Նա պարզապես շեղված լավ մրմնջաց, նախաճաշի ժամանակ պլանշետում ինչ-որ բան կարդալիս։ Մարինեն թույլ չտվեց, որ դա իրեն ընկճի։ Նա պլան ուներ, պետք է այն մինչ վերջ իրականացներ։ Գալայի նախօրեին նա գնաց Լիլիթի կողմից առաջարկված գեղեցկության սրահ։ Մատնահարդարում արեց, մազերը փչեց, որոնք փափուկ ալիքներով թափվում էին ուսերին, հոգաց յուրաքանչյուր մանրուքի մասին։ Ընտրեց նրբաճաշակ դիմահարդարում, շեշտը դնելով ընդգծված աչքերի մերկ երանգի շուրթերի վրա, որոնք հավասարակշռում էին զգեստի համարձակությունը։ Գնեց մի զույգ արծաթագույն բարձրակրուն կոշիկներ, որոնք նրան ավելի բարձր վստահ էին դարձնում։ Միջոցառման երեկոյան Ռոբերտը տուն եկավ 6:30, սովորականից շուտ։ Լողացավ, հագավ սմոքինգը, որը տվել էր լվացքատուն, հայելու արջ ուղեց թիթեռնիկ փողկապը։ Նա գեղեցիկ էր, Մարինեն պետք է խոստովաներ։ Բարձրահասակ, լայն ուսերով, քունքերին սպիտակած մազերը նրան ազնվական տեսք էին հաղորդում։ Նա դեռ այն նույն գեղեցիկ տղամարդն էր, ում նա սիրահարվել էր, պարզապես հիմա նա թանկ կոստյումի մեջ անծանոթ էր թվում։ Մարինեն սպասեց մինչ վերջին պահը, պատրաստվելու համար։ Փակվեց ննջասենյակում, դանդաղ հագավ զգեստը, ուղղեց յուրաքանչյուր մանրուք, օծանելիք ցանեց դաստակներին պարանոցին։ Հագավ արծաթագույն կոշիկները, վերցրեց փոքրիկ ոսկեգույն քլաչը։ Խորը շունչ քաշեց հայելու արջ իրեն համարձակության խոսքեր շշնջաց։ Երբ նա բացեց ննջասենյակի դուռը դուրս եկավ հյուրասենյակ, Ռոբերտը բազմոցին էր, ստուգելով էլեկտրոնային նամակները հեռախոսով։ Նա շեղված հայացք բարձրացրեց, պատրաստ սովորական ավտոմատ, լավն ասելուն։ Բայց հետո նա իսկապես տեսավ նրան։ Եվ սառեց։ Մարինեն կանգնեց սենյակի մեջտեղում, թույլ տալով, որ նա կլանի յուրաքանչյուր մանրուք։ Հետաց լռությունը տարբերվում էր բոլոր այն լռություններից, որոնք նշանավորել էին այդ ամուսնությունը։ Դա լիցքավորված, էլեկտրական, կենսունակ լռություն էր։ Ռոբերտը հեռախոսը բաց թողեց բազմոցին դանդաղ վեր կացավ, աչքերը չկտրելով նրանից։ Դու… Նա սկսեց, բայց չավարտեց նախադասությունը։ Ես պատրաստ եմ, Մարինեն ավարտեց ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Կարող ենք գնալ։ Մինչ հյուրանոց ճանապարհը լարված էր։ Ռոբերտը վարում էր մոխրագույն Աուդին, ձեռքերն ամուր ղեկին, բայց Մարինեն զգում էր նրա գողունգի հայացքները դեպի իրեն։ Նա նայում էր պատուհանից, անտարբերություն ծածնելով, բայց ներսից սիրտը արագ էր բաբախում։ Պլանն աշխատում էր։ Նա նկատել էր։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա իսկապես նկատել էր։ Մարիոթ հյուրանոցը շլացուցիչ էր այդ գիշեր։ Գլխավոր սրահը վերածվել էր էլեգանտության նրբաճաշակության տեսարանի, բյուրեղապակյա ջահերով, վիթխարի ծաղկային կոմպոզիցիաներով, կլոր սեղաններով, սպիտակեղենի սփռոցներով, արծաթյա պատառաքաղներով։ Նվագախումբը մեղմ ջազ էր նվագում, մինչ հյուրերը ժամանում էին անթերի սմոքինգների դիզայներական զգեստների շքերթ։ Երբ Մարինեն մտավ Ռոբերտի թիտակով, զգաց, թե ինչպես են հայացքները հավաքվում իր վրա։ Սկզբում զուսպ, հետո ավելի բաց, ուղեկցվող շշուկներով, հավանության ժպիտներով։ Մյուս կանայք, սովորաբար այդքան վստահ իրենց վրա, նվազագույնս անհանգստացած թվացին այն ներկայությունից, որը նախկինում այնտեղ չէր եղել։ Մարինեն այլս մարած կինը չէր սրահի հետնամասում։ Նա սրահի գրավիտացիոն կենտրոնն էր։ Ռոբերտը նկատեց։ Իհարկե նկատեց։ Եվ առաջին անգամ ամուսնանալուց ի վեր, Մարինեն նրա դեմքին նոր արտահայտություն տեսավ։ Դա հենց խանդ չէր, դեռ ոչ։ Դա զարմանքի մոտ էր, գուցե հպարտության մի շոշափում, բայց նա ակնհայտ անհարմարություն։ Կարծես նա հայտնաբերեր, որ թանկարժեք ադամանդ ունի, երբեք չէր նկատել։ Եվ հիմա բոլորը հիանում էին այդ ադամանդով։
Երեկոն հազիվ էր սկսվել, բայց Մարինեն արդեն գիտեր, որ ոչինչ այլս նախկինի պես չի լինի։ Նա անտեսանելի գիծ էր հատել, հետդարձի ճանապարհ չկար։ Եվ շատ ժամանակ անց առաջին անգամ նա զգաց, որ ինքը կենդանի է։ Իսկապես կենդանի։ Ասեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Գալայի առաջին ժամն անցավ քաղաքավարի զրույցների ավտոմատ ժպիտների մշուշի մեջ։ Մարինեն շրջում էր սրահում Ռոբերտի կողքին, ողջունելով ծանոթներին, ներկայացվելով միջազգային ներդրողներին, դատարկ քաղաքավարություններ փոխանակելով եղանակի շուկայի միջոցառման անթերի ձևավորման մասին։ Բայց ինչ-որ բան հիմնովին փոխվել էր նրանց միջ դինամիկայում։ Ռոբերտը նրան միայնակ չէր թողնում, ինչպես սովոր էր անել։ Նրա ձեռքն ամուր մնում էր նրա մեջքի ստորին մասում, այն մերկ մեջքին, որը զգեստը բաց էր թողնում այնքան էլեգանտ, որքան համարձակ։ Մի տիրական շոշափում, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Երբ նրանք մոտեցան բարին խմիչքներ վերցնելու, կառավարող ընկերության գործընկերներից մեկը, Դանիել Վարդանյանը, մոտեցավ նրանց։ Դանիելը ֆինանսական շուկայում հայտնի էր ոչ միայն սուր ռազմավարական տեսլականով, այլ իր հմայիչ խարիզմայով զուսպ նվաճողի համբավով։ Բարձրահասակ արայրուքով, այն սպիտակ ու վստահ ժպիտով, ով երբեք կյանքում ոչ չէր լսել, նա ողջունեց Ռոբերտին ձեռքսեղմումով ուսին թփթփոցով, նախքան իր ամբողջ ուշադրությունը դարձնելը Մարինեին։ Ռոբերտ, որտեղ էիր թաքցնում այս շլացուցիչ կնոջը, հարցրեց Դանիելը, Մարինեի ձեռքը բռնելով մի վայրկյան ավելի, քան անհրաժեշտ էր ողջույնի համբույրի ժամանակ։ Ես չեմ հիշում, որ նախորդ միջոցառումներին ունեցել եմ նրան ճանաչելու հաճույքը։ Չեմ թաքցրել, պատասխանեց Ռոբերտը ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մարինեն միշտ այստեղ է եղել։ Ահ, բայց ոչ այսպես։ Դանիելը պնդեց, աչքերով շրջելով Մարինեի զգեստի վրայով, գնահատանքով, որը սահմանակից էր անպատկառությանը։ Դու շողշողուն ես այս գիշեր։ Այս զգեստը բրազիլացի դիզայների։ Մարինեն զգաց Ռոբերտի ձեռքի աննկատ սեղմումը իր մեջքին, բայց պահպանեց հանգստությունն ու ժպիտը։ Ռաքել Հովհաննիսյան։ Մի բուտիկ Հյուսիսային պողոտայում։ Իսկական երանյան նրբաճաշակություն, ուրեմն։ Դանիելը բարձրացրեց վիսկիի բաժակը երակայական կենացի համար։ Ռոբերտը հաջողակ մարդ է։ Հուսով եմ, որ նա դա գիտի։ Մինչ Ռոբերտը կկարողանար պատասխանել, Դանիելին արդեն կանչել էին ներդրողների մեկ այլ խումբ, նա հեռացավ, բայց ոչ առանց Մարինեի ուղղությամբ վերջին լիցքավորված հայացք նետելու։ Դա ընդամենը մի քանի վայրկյանի հայացքների փոխանակում էր, բայց բավական էր, որ Ռոբերտը կոշտանար նրա կողքին։ Դու ճանաչում ես Դանիելին, հարցրեց Ռոբերտը ստիպողական անտարբերությամբ, երբ նրանք հեռանում էին բարից։ Ոչ։ Հենց նոր ծանոթացա։ Մարինեն պարզապես պատասխանեց, ներքուստ վայելելով նրա արձագանքը։ Ինչու։ Ոչ մի բանի համար։ Պարզապես նա հեղինակություն ունի։ Ռոբերտը մի կում խմեց իր խմիչքից, ծնոտը լարված։ Նա ամուսնացած է 15 տարի, բայց դա երբեք ոչինչ չի խանգարել։ Մարինեն շրջվեց դեպի նա, մեկ հոնքը բարձրացրած։ Դու ինձ ինչ-որ բանի մասին ես զգուշացնում։ Ես պարզապես մեկնաբանում եմ։ Բայց զրույցն ընդհատվեց Գուստավ Աբրահամյանի, կառավարող ընկերության գործադիր տնօրենի Ռոբերտի անմիջական ղեկավարի ժամանումով։ Գուստավը 50 անց մարդ էր, լիովին սպիտակ մազերով, զուսպ շրջանակներով ակնոցներով ներկայությամբ, որն անմիջապես հարգանք էր ներշնչում։ Նրա կողքին մի երիտասարդ կին էր, էլեգանտ, զմրուխտ կանաչ զգեստով չեզոք, բայց ուշադիր արտահայտությամբ։ Ռոբերտ, Մարինե, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու։ Գուստավը ջերմորեն ողջունեց երկուսին էլ։ Թույլ տվեք ներկայացնել Կարոլինա Սարգսյանին, մեր նորագույն գործընկերուհուն։ Նա հենց նոր է տեղափոխվել մեր Փարիզի գրասենյակից։ Կարոլինան ձեռքը մեկնեց պրոֆեսիոնալ ժպիտով, սեղմելով նախ Ռոբերտի, ապա Մարինեի ձեռքը։ Կար մի բան նրա հայացքի ինտենսիվության մեջ Ռոբերտին ողջունելիս, մեկ վայրկյան ավելի, մի նուրբ ճանաչում, որը Մարինեն չկարողացավ լիովին մեկնաբանել։ Բայց նկատեց։ Եվ ինչ-որ բան նրա մտքի խորքում գրանցեց այդ փոխազդեցությունը որպես դիսոնանսային նոտա ծանոթ մեղեդիում։ Շատ լավ եմ լսել ձեր աշխատանքի մասին, Ռոբերտ, ասաց Կարոլինան թեթակի բրիտանական շեշտադրմամբ։ Հուսով եմ, որ շուտով կկարողանանք համագործակցել։ Հաճույքով պատասխանեց Ռոբերտը քաղաքավարի, բայց Մարինեն նկատեց թեթակի տատանում նրա ձայնի մեջ, գրեթե աննկատ։
Զրույցը շարունակվեց Փարիզի շուկայի մարտահրավերների, Հայաստանի Եվրոպայի միջ կարգավորող տարբերությունների, հաջորդ եռամսյակի հեռանկարների մասին։ Մարինեն մասնակցում էր միայն մասամբ, դիտելով շրջակա դինամիկան։ Եվ հետո հայտնվեց Լիլիթը, մարդկանց միջ հայտնվելով որպես գունավոր էներգիայի պոռթկում, վառ վարդագույն զգեստով, որը հակադրվում էր միջոցառման ողջ կորպորատիվ զուսպությանը։ Մարինե, սիրելիս։ Լիլիթը ջերմորեն գրկեց նրան, նախքան Ռոբերտին ողջունելը դեմքին համբույրով։ Դու բացարձակապես շքեղ ես։ Այս զգեստը պետք է հանցագործություն լինի։ Լիլիթը հանրային կապերով էր զբաղվում ոլորտի մի քանի ընկերությունների համար, ուստի նրա ներկայությունը միջոցառմանը անսովոր չէր։ Բայց Ռոբերտը երբեք առանձնապես մոտ չէր եղել նրան, քաղաքավարիորեն հանդուրժելով նրան, բայց հեռու մնալով այն եռուն էներգիայից, որը նա չափազանց էր համարում։ Կարող եմ Մարինեին մի քանի րոպեով գողանալ, հարցրեց Լիլիթը Ռոբերտին, առանց իրականում պատասխան սպասելու։ Կան մարդիկ, ում ուզում եմ նրան ներկայացնել։ Եվ մինչ նա կկարողանար բողոքել, Լիլիթն արդեն Մարինեին տանում էր սրահով, նրանց բարձր ծիծաղները խառնվելով ֆոնային երաժշտությանը։ Նրանք կանգնեցին մի ավելի մեկուսացված անկյունում, պատուհանների մոտ, որոնք տեսարան էին բացում դեպի լուսավորված քաղաքը։ Դե, ինչ է կատարվում, հարցրեց Լիլիթը, աչքերը հետաքրքրությունից փայլելով։ Նա արձագանքում է։ Մարինեն հետ նայեց, խմբերի մեջ գտնելով Ռոբերտին։ Նա խոսում էր Գուստավի Կարոլինայի հետ, բայց նրա աչքերը փնտրում էին սրահում, հստակորեն հետելով, թե որտեղ է նա։ Այո։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա իսկապես տեսնում է ինձ։ Մարինեն խոստովանեց, զգալով հաղթանակի մելանխոլիայի խառնուրդ։ Բայց չգիտեմ, դա այն է, ինչ ուզում էի զգալ։ Ինչ ես ուզում ասել։ Ես ուզում էի, որ նա ինչ-որ բան զգար։ Ցանկացած բան։ Խանդ, ցանկություն, ինձ կորցնելու վախ։ Բայց հիմա, երբ դա տեղի է ունենում, արհեստական է թվում։ Կարծես ես պետք է մեկ ուրիշի վերածվեի, որպեսզի արժանանայի նրա ուշադրությանը։ Լիլիթն ամուր բռնեց ընկերուհու ձեռքերը։ Դա վերափոխման մասին չէ, Մարի։ Դա նրան հիշեցնելու մասին է այն, ինչ միշտ այնտեղ է եղել։ Դու չես փոխվել։ Դու պարզապես հանել ես անտեսանելիության թիկնոցը, որը նա ինքն էր դրել քեզ վրա։ Մինչ Մարինեն կկարողանար պատասխանել, մատուցողը մոտեցավ, շամպայն առաջարկելով։ Նրանք ընդունեցին բաժակները լուռ կենաց խմեցին, երկու ընկերուհիների միջ համաձայնության ուխտ, ովքեր այդքան բան էին անցել միասին։ Հենց այդ պահին Մարինեն տեսավ պատուհանի արտացոլանքից, թե ինչպես է մոտենում Դանիել Վարդանյանը։ Երեկույթի ամենահետաքրքիր կանայք, բոլորը միասին։ Ինչ հարմար է։ Դանիելը կանգնեց նրանց միջ, այն նվաճող ժպիտով։ Լիլիթ, միշտ հաճույք է։ Իսկ Մարինե, կարող եմ կրկին ասել, որ դու բացարձակապես շլացուցիչ ես։ Կարող ես, բայց քո ազդեցությունը նվազում է յուրաքանչյուր կրկնությամբ։ Լիլիթը պատասխանեց հեգնանքով, բայց ժպտալով։ Դանիելը նրա համար անվնաս սիրահետող էր, մեկը, ում նա տարիներ շարունակ ճանաչում էր կորպորատիվ շրջանակներից։ Այդ դեպքում ես ավելի օրիգինալ կլինեմ։ Դանիելն ամբողջությամբ շրջվեց դեպի Մարինեն, միտումնավոր անտեսելով Լիլիթի մեկնաբանությունը։ Ասա ինձ, Մարինե, ինչպես ես կարողանում տանից աշխատել առանց խելագարվելու։ Ռոբերտը ինձ ասաց, որ դու դիզայներ ես։ Դա պետք է անհավանական կարգապահություն լինի։ Մարինեն իսկապես զարմացավ։ Ռոբերտը խոսել էր իր մասին գործընկերների հետ։ Դա նորություն էր։ Դա առօրյայի իմ արածի հանդեպ կրքի հարց է, նա պատասխանեց դիվանագիտորեն։ Երբ դու սիրում ես քո աշխատանքը, մոտիվացիան բնականաբար գալիս է։ Հիանալի է։ Ես չէի կարողանա։ Ինձ պետք է շրջապատի մարդկանց էներգիան, շարժումը, դինամիկան։ Ես շատ անհանգիստ եմ մեկուսացման համար։ Դանիելը մի կում խմեց իր խմիչքից, աչքերը երբեք չկտրելով նրա դեմքից։ Գուցե մի օր դու կարողանաս ինձ գաղտնիքը սովորեցնել։ Կարող ենք սուրճի հանդիպում կազմակերպել։ Դա այնքան հստակ հատված գիծ էր, որ նույնիսկ Լիլիթը մեկ վայրկյան լռեց։ Մարինեն զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին, բայց ոչ ամոթից։ Դա զայրույթ էր։ Զայրույթ այն բանի համար, որ իրեն դնում էին այդ դիրքի մեջ, զայրույթ Դանիելի համար, ով կարծում էր, որ ինքը հասանելի խաղ է, զայրույթ Ռոբերտի համար, ով այնտեղ չէր, որպեսզի նա ստիպված չլիներ միայնակ հաղթահարել դա։ Չեմ կարծում, որ դա լավ գաղափար է, Դանիել։
Մարինեն պատասխանեց ամրությամբ, բայց քաղաքավարի. Բայց շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Նա շրջվեց հեռանալու, բայց հենց այդ պահին երաժշտությունը փոխվեց։ Նվագախումբը սկսեց նվագել ավելի դանդաղ, ավելի պարային երաժշտություն, որոշ զույգեր արդեն սկսում էին շարժվել դեպի պարահրապարակ, որը բացվել էր սրահի կենտրոնում։ Այդ դեպքում ինձ մի բառ շնորհիր։ Դանիելը ձեռքը մեկնեց, ձայնը մեղմ, բայց պնդող։ Միայն մեկ։ Որպես բարի կամքի ժեստ գործընկերների միջ։ Ի վերջո, Ռոբերտը իմ գործընկերն է։ Մենք գրեթե ընտանիք ենք։ Մարինեն պատրաստվում էր կրկին մերժել, երբ տեսավ Ռոբերտին մոտենալիս, ուղեկցված Կարոլինայով, ով ինչ-որ բան էր ասում նրա ականջին։ Ինչ-որ բան նրա ներսում ապստամբեց։ Ինչու՞։ Պետք է նա մերժեր։ Ինչու՞։ Պետք է նա այնտեղ կանգնած սպասեր ամուսնու ուշադրության փշրանքներին, ով տարիներ շարունակ անտեսել էր նրա գոյությունը։ Ինչու՞։ Դանիելը չէր կարող պարզապես լինել մի գործընկեր, ով ցանկանում էր պարել։ Նա ընդունեց նրա ձեռքը։ Մի բառ։ Դանիելի դեմքը լուսավորվեց հաղթական ժպիտով։ Նա նրան տարավ պարահրապարակ, ձեռքն ամուր նրա մեջքին, այն նույն մերկ մեջքին, որին Ռոբերտը շոշափել էր ավելի վաղ։ Երաժշտությունը մեղմ էր, հին երգի գործիքային տարբերակ, այլ զույգեր արդեն պարում էին նրանց շուրջը։ Դանիելը փորձառու պարող էր։ Նա վստահորեն առաջնորդում էր, պահպանում էր համապատասխան հեռավորությունը, բայց կար մի միտումնավոր մտերմություն նրա ձեռքը բռնելու ձի մեջ, նրա աչքերը նրա աչքերից չէին շեղվում։ Եվ Մարինեն թույլ տվեց։ Ոչ թե այն պատճառով, որ նա հետաքրքրված էր նրանով, այլ այն պատճառով, որ տարիների ընթացքում առաջին անգամ, ինչ-որ մեկը ստիպում էր նրան զգալ ցանկալի, տեսանելի, կենդանի։ Դու նույնիսկ ավելի հրապուրիչ ես, քան պատկերացնում էի։ Դանիելը մրմնջաց, երբ նրանք մեղմորեն պտտվում էին։ Ռոբերտը հիմար է, որ չի նկատում այն գանձը, որն ունի տանը։ Դու ինձ չես ճանաչում, Դանիել։ Մարինեն պատասխանեց ամրությամբ։ Դու պարզապես ֆանտազիա ես պրոյեկտում։ Գուցե։ Բայց երբեմն ֆանտազիաներն ավելի անկեղծ են, քան իրականությունը։ Հենց այդ պահին Մարինեն տեսավ Ռոբերտին։ Նա կանգնած էր պարահրապարակի եզրին, դեմքը վերածված սպվածության դիմակի, որը նա երբեք նախկինում չէր տեսել։ Դա պարզապես զարմանք չէր։ Դա պարզապես անհարմարություն չէր։ Դա մի բան էր ավելի պարզունակ, ավելի ներքին։ Դա խանդ էր։ Մաքուր, անվերահսկելի խանդ, որը կուլ էր տալիս նրան ներսից։ Նրանց հայացքները հանդիպեցին պարահրապարակի մյուս կողմից։ Մարինեն տեսավ, թե ինչպես է նրա ծնոտը սեղմվում, տեսավ, թե ինչպես են նրա ձեռքերը բռունցքվում մարմնի կողքին։ Եվ մի ահավոր ու հրաշալի պահի, նա զգաց մի ուժ, որը երբեք չէր զգացել։ Ուժ, ստիպելու ինչ-որ մեկին զգալ մի բան այնքան ուժեղ, որ այլս չէր կարող ծածնել անտարբերություն։ Դանիելը նկատեց լարվածությունը։ Նա նայեց Մարինեի հայացքի ուղղությամբ, տեսավ Ռոբերտին։ Եվ ժպտաց։ Այն ժպիտը, ով ճշգրիտ գիտեր, թե ինչ էր անում, ով միտումնավոր փորձարկում էր սահմանները։ Կարծում եմ, ձեր ամուսինը չի գնահատում մեր պարը։ Դանիելը մեկնաբանեց, բայց չնշեց կանգնելու մասին։ Այդ դեպքում դու պետք է կանգնես։ Մարինեն ասաց, փորձելով հեռանալ։ Բայց մինչ նա կկարողանար, Ռոբերտը այնտեղ էր։ Նա լայն քայլերով անցավ պարահրապարակը, դեմքը փակ, աչքերը հառած Դանիելին։ Երբ նա մոտեցավ նրանց, պարզապես բռնեց Մարինեի թից, հեռացրեց նրան, առանց խոսքի, առանց Դանիելին նայելու, առանց ներողություն խնդրելու։ Ինչ ես կարծում, թե ինչ ես անում, շնջաց Ռոբերտը, երբ նրանք բավականաչափ հեռու էին, նրա ձայնը ցածր, բայց լիցքավորված մի ուշքնությամբ, որը նա երբեք նախկինում չէր լսել։ Պարում եմ։ Մարինեն պատասխանեց մի հանգստությամբ, որը հակադրվում էր նրա աչքերի փոթորիկին։ Դա այն է, ինչ մարդիկ անում են երեկույթներին։ Դանիելի հետ։ Ռոբերտը գրեթե թքեց անունը։ Դու գիտես, թե ով է նա։ Դու գիտես, թե ինչ կմտածեն մարդիկ։ Մարդիկ։ Մարինեն զգաց, թե ինչպես է իր սեփական զայրույթը սկսում եռալ։ Դու հոգնում ես, թե ինչ կմտածեն մարդիկ։ Թե։ Դու հոգնում ես ինչ-որ այլ բանից։ Ռոբերտը բացեց բերանը պատասխանելու, բայց ձայն չհանեց։ Նա նայեց նրան, իսկապես նայեց, տարիների ընթացքում առաջին անգամ Մարինեն իսկական հուզմունք տեսավ այն աչքերում, որոնք այդքան հեռու էին դարձել։
Տեսավ վախ, շփոթություն, զայրույթ էլ ուրիշ բան։ Մի բան, որը նա մոռացել էր, որ նա դեռ կարող է զգալ։ Ես հոգնում եմ քո մասին։ Ռոբերտը վերջապես ասաց, ձայնը խռպոտ։ Հոգնում եմ, որ այդ սրահում բոլորը քեզ նայում են, կարծես դու որս լինես։ Հոգնում եմ, որ դու մի զգեստ ես հագել, որը ես երբեք չեմ տեսել, որ դու այլ ես, որ դու իմ ձեռքերից ես սահում, ես չգիտեմ ինչպես պահել։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սպառնում, բայց զսպեց դրանք։ Ոչ այնտեղ։ Ոչ բոլորի առջ։ Դու չէիր փորձում պահել, Ռոբերտ։ Դու ինձ բաց թողեցիր տարիներ առաջ։ Հենց նոր ես նկատում, որովհետև մեկ ուրիշն է նայում։ Դա ճիշտ չէ։ Ճիշտ չէ։ Երբ էիր վերջին անգամ իսկապես նայել ինձ։ Երբ էիր վերջին անգամ հարցրել իմ օրվա մասին, իմ երազանքների մասին, այն մասին, թե ինչ եմ զգում։ Երբ էիր վերջին անգամ իսկապես շոշափել ինձ, ոչ թե պարզապես որպես ավտոմատ ժեստ, այլ կարծես իսկապես ուզում էիր։ Ռոբերտը լռեց։ Եվ այդ լռության մեջ կար այն ամենի ընդունումը, ինչը նա չէր կարողանում արտահայտել բառերով։ Մարինեն խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել այն հույզերը, որոնք սպառնում էին դուրս հորթել։ Ինձ օդ է պետք, նա պարզապես ասաց հեռացավ դեպի արտաքին պատշգամբը, Ռոբերտին թողնելով այնտեղ, սրահի մեջտեղում, շրջապատված սմոքինգներով գալած գեստներով մարդկանցով, բայց լիովին մենակ։ Պատշգամբը գրեթե դատարկ էր, միայն մի զույգ էր ցածր ձայնով խոսում հեռավոր անկյունում։ Մարինեն ձեռքերը հենեց ապակե ցանկապատին, նայելով ներքի քաղաքի լույսերին։ Երանը բաբախում էր միլիոնավոր միաժամանակ տեղի ունեցող կյանքերով, յուրաքանչյուր լուսավորված պատուհան, մի պատմություն, յուրաքանչյուր փողոց, գծվող ճանապարհ։ Եվ նա այնտեղ էր, շքեղ հյուրանոցի 20-րդ հարկում, հագնված տպավորելու համար, բայց իրեն ավելի կորած զգալով, քան երբևէ։ Նա լսեց քայլեր իր հետից շրջվեց, սպասելով Ռոբերտին տեսնելուն։ Բայց դա Կարոլինան էր, նոր գործընկերուհին, ում ներկայացրել էին ավելի վաղ։ Նա 2 բաժակ շամպայն էր բռնել, մեկը առաջարկեց Մարինեին։ Թվում էր, թե քեզ պետք էր։ Կարոլինան ասաց կես ժպիտով։ Կորպորատիվ երեկույթները կարող են հոգնեցուցիչ լինել։ Մարինեն ընդունեց բաժակը, շնորհակալ լինելով անսպասելի բարության համար։ Շնորհակալություն։ Հաճույք է գտնել մեկին, ով ինձնից ոչինչ չի ուզում այս պահին։ Կարոլինան հենվեց ցանկապատին նրա կողքին, նայելով քաղաքին։ Հասկանում եմ զգացումը։ Երբեմն ուշադրության կենտրոնում լինելն ավելի շատ անեծք է, քան օրհնություն։ Հատկապես, երբ դու դա չես խնդրել։ Նրանք լռեցին մի պահ, պարզապես վայելելով գիշերվա զով օդը սառը շամպայնը։ Կարող եմ մի բան հարցնել, Մարինեն շրջվեց դեպի Կարոլինան։ Դուք Ռոբերտին ճանաչում եք նախկինում։ Գուցե Փարիզից։ Կարոլինան տատանվեց, այդ տատանումից Մարինեն հասկացավ, որ այնտեղ ինչ-որ բան կար։ Ինչ-որ չասված բան, թաղված պատմություն, որը գուցե ավելի լավ էր թողնել այդպես։ Մենք կարճ ժամանակով հանդիպել ենք մի քանի տարի առաջ կոնֆերանսի ժամանակ։ Կարոլինան դիվանագիտորեն պատասխանեց։ Բայց ոչինչ էական։ Ինչու՞։ Ես հարցնում։ Պարզապես մի տպավորություն։ Մարինեն որոշեց չպնդել։ Այդ գիշերն արդեն չափազանց հուզականորեն լիցքավորված էր։ Կարոլինան մի կում խմեց շամպայնից հետո շրջվեց դեպի Մարինեն, հայացքով, որը թվում էր անկեղծորեն անհանգիստ։ Կարող եմ չպահանջված խորհուրդ տալ։ Կնոջից կնոջը։ Մարինեն գլխով արեց, հետաքրքրված։ Ինչ էլ որ փորձում ես առաջացնել այս գիշեր, համոզվիր, որ պատրաստ ես հետանքներին։ Կանգնած հարաբերությունները շարժելը կարող է մակերես բերել թաղված բաներ։ Եվ ոչ բոլորն են գանձեր։ Մինչ Մարինեն կկարողանար հարցնել, թե ինչ էր նա ուզում ասել, Կարոլինան արդեն հեռացել էր, վերադառնալով սրահ, մեղմ ժեստով։ Եվ Մարինեն կանգնած մնաց այնտեղ կրկին մենակ, ավելի շատ հարցերով, քան պատասխաններով, զգալով, որ գիշերը դեռ նոր էր սկսել բացահայտել իր իրական բարդությունները։ Երբ Մարինեն վերադարձավ սրահ, երեկույթն արդեն անցել էր այն փուլը, երբ ձականությունները սկսում էին լուծվել։ Փողկապները թեթակի թուլացած էին, ծիծաղներն ավելի բարձր, խմբերն ավելի խառնված։ Նվագախումբը նվագում էր ավելի աշխույժ երաժշտություն, պարահրապարակը լիքն էր։ Նա Ռոբերտին փնտրեց, աչքերով գտավ նրան մի անկյունում, լարված խոսելիս Գուստավի հետ։
Երկուսի մարմնի լեզվից դատելով դա աշխատանքային զրույց էր թվում, բայց Ռոբերտի մեջ կար մի կոշտություն, որը Մարինեն լավ էր ճանաչում։ Նա զսպված էր, ջանքերով վերահսկում էր իրեն։ Լիլիթը նրա կողքին հայտնվեց որպես գունավոր կայծակ, գրեթե դատարկ բաժակը բռնած աչքերում այն փայլը, որը ցույց էր տալիս, որ նա անչափ զվարճանում էր։ Սիրելիս, դու բաց թողեցիր շոուն։ Դանիելը լիովին շփոթվեց այն բանից հետո, երբ Ռոբերտը գրեթե դուրս հանեց նրան պարահրապարակից։ Սրահի կեսը տեսավ տեսարանը։ Լիլիթը դրամատիկորեն թափահարեց ձեռքը։ Մյուս կեսը շահարկում եք, թե արդյոք դուք բաժանվելու եք, թե երդումները կնորացնեք։ Խաղադրույքները բաց են։ Մարինեն չկարողացավ խուսափել փոքրիկ ժպիտից, չնայած իր զգացած լարվածությանը։ Դա ծիծաղելի չէ, Լիլիթ։ Ոչ, գիտեմ։ Բայց նա ողբերգական չէ։ Լիլիթը մի պահ լրջացավ, բռնելով ընկերուհուը։ Դու նրան ցնցեցիր, Մարի։ Իսկապես ցնցեցիր։ Եվ հիմա պետք է որոշես, թե ինչ անել այդ ռումբի հետ, որը դու ինքդ ակտիվացրել ես։ Ես պարզապես ուզում էի, որ նա ինձ տեսնի։ Մարինեն խոստովանեց, ձայնը ցածր։ Ես չէի ուզում ոչինչ կործանել։ Ես պարզապես ուզում էի նորից գոյություն ունենալ։ Եվ դու հասար դրան։ Բայց հիմա գալիս է դժվար մասը։ Խոսել։ Իսկապես։ Առանց դիմակների, առանց փախուստի, առանց այն քաղաքավարի լռության պաշտպանության, որը դուք կառուցել եք տարիների ընթացքում։ Մարինեն գիտեր, որ Լիլիթը ճիշտ էր։ Բայց այդ զրույցը վարելու, այն բոլոր պաշտպանությունները վերացնելու հեռանկարը, որոնք երկուսն էլ կառուցել էին, սարսափելի էր։ Հենց այդ պահին Ռոբերտը ավարտեց զրույցը, Գուստավի հետ մոտեցավ նրանց։ Նրա դեմքը վերահսկված էր, բայց Մարինեն կարող էր տեսնել փոթորիկը այդ կորպորատիվ ճակատի հետում։ Պետք է գնանք։ Ռոբերտը պարզապես ասաց, ձայնն ամուր, բայց լիցքավորված ինչ-որ չասված բանով։ Երեկույթը դեռ չի ավարտվել։ Մարինեն պատասխանեց, նրա մի մասը ցանկանում էր դիմադրել, չհեշտացնել ամեն ինչ։ Մեզ համար ավարտվեց։ Ռոբերտը բռնեց նրա թը, ոչ թե ուժով, այլ մի ամրությամբ, որը քննարկում չէր ընդունում։ Խնդրում եմ։ Մարինեն նայեց Լիլիթին, ով փոքրիկ գլխով արեց, քաջալերելով։ Նա վերցրեց իր քլաչը, թույլ տվեց, որ Ռոբերտը առաջնորդի իրեն սրահից դուրս, հյուրանոցի միջանցքներով մինչ ավտոկայանատեղի։ Ճանապարհն անցավ բացարձակ լռության մեջ, յուրաքանչյուրն ընկղմված իր սեփական խռովահույս մտքերում։ Մեքենայի ներսում լարվածությունը շոշափելի էր։ Ռոբերտը վարում էր, ձեռքերն ամուր ղեկին, ծնոտը սեղմված, աչքերը հառած ճանապարհին։ Մարինեն նայում էր պատուհանից, տեսնելով քաղաքը լույսերի մշուշում անցնելիս։ Նրանցից ոչ մեկը չգիտեր, ինչպես սկսել, ինչպես կոտրել այն լռության պատը, որը նրանք այդքան երկար կառուցել էին։ Ի վերջո, Մաշտոցի պողոտայի կենտրոնում, կարմիր լույսի տակ կանգնած, Ռոբերտը խոսեց։ Ինչ էր դա։ Մարինեն շրջվեց դեպի նա։ Ինչը կոնկրետ։ Պարը։ Զգեստը։ Թե։ Այն փաստը, որ ես վերջապես հոգնեցի անտեսանելի լինելուց։ Դու անտեսանելի չես։ Ռոբերտը պատասխանեց, բայց նրա ձայնը դատարկ էր նույնիսկ իր համար։ Չէ։ Մարինեն առանց հումորի ծիծաղեց։ Երբ էիր վերջին անգամ իսկապես տեսել ինձ, Ռոբերտ։ Ոչ թե այն կնոջը, ով այնտեղ է տեսքը պահպանելու համար, ոչ թե այն կնոջը, ով քեզ հետ է կիսում անկողինը, բայց կարող էր լինել ցանկացած մեկը։ Ես։ Մարինեն։ Այն կինը, ում դու ասացիր, որ սիրում ես։ Ես սիրում եմ քեզ։ Ռոբերտը ասաց, բայց նրա ձայնի մեջ կար մի տատանում, որն ավելի շատ էր ցավեցնում, քան եթե նա մերժեր։ Դու սիրում ես իմ գաղափարը։ Սիրում ես տանը մեկին ունենալու հարմարավետությունը։ Սիրում ես կայուն ամուսնության անվտանգությունը, որը քեզնից հուզականորեն ոչինչ չի պահանջում։ Բայց դու ինձ չես սիրում։ Ոչ իսկապես։ Որովհետև սիրելը ներկայություն է պահանջում։ Ուշադրություն է պահանջում։ Պահանջում է, որ դու հեռացնես աչքերդ հեռախոսից, աշխատանքից բավականաչափ երկար, որպեսզի նկատես, որ ես մեռնում եմ ներսից։ Լույսը բացվեց, Ռոբերտը արագացրեց, բայց Մարինեն կարող էր տեսնել նրա ձեռքերը թեթակի դողում էին ղեկին։ Երբ նրանք հասան շենքի ավտոկայանատեղի, նա անջատեց մեքենան, բայց դուրս գալու մասին չխոսեց։
Նրանք այնտեղ նստած մնացին ստորգետնյա հարկի լռության մեջ, շրջապատված բետոնով դատարկ մեքենաներով։ Ես չգիտեմ ինչպես դա անել։ Ռոբերտը վերջապես խոստովանեց, ձայնը կոտրված։ Չգիտեմ ինչպես լինել այն տղամարդը, ով քեզ պետք է։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները վերջապես դուրս գալիս, լուր սահելով այտերի վրայով։ Ինձ պետք չէ, որ դու լինես որե կոնկրետ տեսակի տղամարդ, Ռոբերտ։ Ինձ պարզապես պետք է, որ դու ներկա լինես։ Որ ինձ իսկապես նայես։ Որ հարցնես իմ օրվա մասին իսկապես լսես պատասխանը։ Որ ինձ շոշափես ոչ թե այն պատճառով, որ դա սպասված է, այլ այն պատճառով, որ դու ես ուզում։ Որ խանձ զգաս ոչ թե այն պատճառով, որ մեկ ուրիշ տղամարդ նայել է ինձ, այլ այն պատճառով, որ դու վախենում ես ինձ կորցնելուց։ Ես վախենում եմ քեզ կորցնելուց։ Ռոբերտը շրջվեց դեպի նա, տարիների ընթացքում առաջին անգամ Մարինեն արցունքներ տեսավ նրա աչքերում։ Այնքան եմ վախենում, որ կաթվածահար եղա։ Սառեցի անվտանգ առօրյայի մեջ, որովհետև ցանկացած շարժում չափազանց ռիսկային էր թվում։ Ինչու՞։ Ես այդքան վախենում։ Ռոբերտը խորը շունչ քաշեց, կարծես քաջություն էր հավաքում մի բանի համար, որը երկար ժամանակ պահել էր։ Որովհետև իմ հայրը մարդ էր, ով մոլիորեն սիրում էր։ Նա սիրում էր իմ մորը մի ուժգնությամբ, որը կուլ էր տալիս ամեն ինչ։ Նա խանդոտ էր, տիրական, վերահսկող։ Նա չէր կարող դուրս գալ առանց նրա իմանալու, որտեղ, ում հետ, որքան ժամանակով։ Նա ստուգում էր բանկային հաշիվները, հեռախոսազրույցները, ապրում էր մշտական պարանոյայի մեջ, որ նա կդավաճանի իրեն։ Եվ դա կործանեց նրան։ Կործանեց այն սերը, որը նա զգում էր։ Երբ նրանք վերջապես բաժանվեցին, նա կոտրված էր, իր նախկինի ստվերը։ Եվ ես երդվեցի, որ երբեք նրա նման չեմ լինի։ Մարինեն նոր աչքերով նայեց ամուսնուն, առաջին անգամ տեսնելով վախեցած երեխային հաջողակ ղեկավարի հետում։ Այդ դեպքում դու գնացիր հակառակ ծայրահեղության։ Որոշեցիր ոչինչ չզգալ, որպեսզի չռիսկի դնես նրա նման դառնալը։ Ռոբերտը գլխով արեց, արցունքներն արդեն անարգել հոսում էին։ Եվ այդ ընթացքում ես ավելի վատը դարձա։ Որովհետև գոնե նա ինչ-որ բան էր զգում։ Որքան էլ հիվանդագին լիներ, նա զգում էր։ Եվ ես վերածվեցի սառույցի կտորի։ Մի տղամարդ, ով ունի գեղեցիկ, խելացի, անհավանական կին կողքին, չի կարողանում նույնիսկ նկատել, որ կորցնում է նրան։ Մարինեն ձեռքը մեկնեց բռնեց նրա դեմքը, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Դու քո հայրը չես, Ռոբերտ։ Եվ ես քո մայրը չեմ։ Նրանց ունեցածը դիսֆունկցիոնալ էր։ Բայց այն, ինչ մենք ունենք, կարող է փրկվել։ Եթե դու ուզես։ Եթե դու իսկապես ուզես։ Ես ուզում եմ։ Ռոբերտը նրա ձեռքը պահեց իր դեմքին, կարծես խարիսխ լիներ։ Աստված, ես այնքան եմ ուզում։ Բայց չգիտեմ, որտեղից սկսել։ Սկսիր այստեղ լինելուց։ Հիմա։ Ինձ հետ։ Իրականում այստեղ։ Մարինեն շշնջաց։ Զգա այն, ինչ զգում ես, նույնիսկ եթե դա անհարմար է։ Նույնիսկ եթե դա խանդ է։ Նույնիսկ եթե դա վախ է։ Որովհետև զգալը կենդանի լինելն է։ Եվ ինձ պետք է, որ դու կենդանի լինես այս ամուսնության մեջ։ Երբ ես տեսա քեզ բարելիս Դանիելի հետ, Ռոբերտը սկսեց, ձայնը խռպոտ, ես ուզեցի սպանել նրան։ Ուզեցի հեռացնել նրան քեզնից։ Ուզեցի բղավել բոլորին սրահում, որ դու իմն ես։ Եվ դա ինձ սարսափեցրեց։ Որովհետև դա հենց այն տեսակի բանն էր, որը կաներ իմ հայրը։ Բայց դու դա չարեցիր։ Մարինեն մեղմորեն մատնանշեց։ Դու զգացիր, բայց չվարվեցիր բռնի կերպով։ Դու ինքնատիրապետում ունես։ Դու նա չես։ Խանդ զգալը քեզ հրեշ չի դարձնում, Ռոբերտ։ Դա քեզ մարդ է դարձնում։ Նրանք երկար մնացին այնտեղ, ձեռքերը միահյուսված, շնչառությունները համաժամանակացված, վերջապես թույլ տալով, որ դիմակներն ամբողջությամբ ընկնեն։ Դա ցավոտ էր, դա հում էր, բայց դա իրական էր։ Տարիների ընթացքում առաջին անգամ դա իսկապես իրական էր։ Եկեք վեր բարձրանանք։ Ռոբերտը վերջապես ասաց, սրբելով իր արցունքները։ Մենք դեռ շատ բան ունենք խոսելու։ Բնակարանում նրանք անմիջապես ննջասենյակ չգնացին, ինչպես գուցե սպասվում էր։ Փոխարենը, նրանք նստեցին հյուրասենյակում, դեմ առ դեմ, խոսեցին։
Իսկապես խոսեցին տարիների ընթացքում առաջին անգամ։ Ռոբերտը պատմեց աշխատանքի ճնշման մասին, այն մասին, թե ինչպես էր նախագծերի մեջ ընկղմվել իր փախուստի ձ. ամուսնության մեջ ձախողվելու վախից։ Մարինեն պատմեց մենակության մասին, այն մասին, թե ինչպես էր տանից աշխատելը բանտ դարձել, այն մասին, թե ինչպես էր նա մոռացել, թե ով էր մինչ պարզապես մեկի կինը դառնալը։ Ժամերն անցան։ Լուսինն անցավ երկնքով։ Նրանք ծիծաղեցին, լացեցին, վիճեցին, ներողություն խնդրեցին։ Եվ երբ երկինքը սկսեց պայծառանալ լուսաբացի առաջին նշաններով, նրանք վերջապես գնացին ննջասենյակ։ Բայց ոչ քնելու։ Այդ առավոտ տեղի ունեցածը տարբերվում էր ցանկացած մտերմությունից, որը նրանք կիսել էին վերջին տարիներին։ Դա մեխանիկական չէր, դա առօրյա չէր։ Դա ինտենսիվ էր, կրքոտ, գրեթե հուսահատ։ Կարծես երկուսն էլ փորձում էին վերամիավորել ոչ միայն մարմինները, այլ այն հոգիները, որոնք հեռացել էին։ Ռոբերտը շոշափում էր Մարինեին, կարծես նրան առաջին անգամ էր հայտնաբերում, անգիր անելով յուրաքանչյուր կորը, յուրաքանչյուր հառաչանքը, սրտի յուրաքանչյուր զարկը։ Եվ Մարինեն լիովին հանձնվեց, առանց վերապահումների, առանց վախի, վերջապես թույլ տալով իրեն խոցելի լինել։ Հետո, պառկած միմյանց գրկում, լիովին հյուծված, բայց տարօրինակ կերպով թարմացած, Մարինեն հասկացավ, որ ինչ-որ բան հիմնովին փոխվել էր։ Հեռավորությունը հատվել էր։ Պատերը քանդվել էին։ Նրանք դեռ երկար ճանապարհ ունեին անցնելու, նա գիտեր։ Հաշտությունը միանվագ իրադարձություն չէր, դա գործընթաց էր։ Բայց տարիների ընթացքում առաջին անգամ կար հույս։ Հաջորդող շաբաթներին Ռոբերտը վերափոխվեց։ Դա ակնթարթային չէր, դա կատարյալ չէր, բայց դա անկեղծ էր։ Նա սկսեց ավելի շուտ տուն գալ, մերժելով ժողովները 7-ից հետո։ Առանց պատճառի ծաղիկներ էր բերում, փոքր նվերներ, առանց հատուկ ամսաթվի։ Օրվա ընթացքում հաղորդագրություններ էր ուղարկում, հարցնելով, թե ինչպես է նա, կիսվելով պատահական մտքերով, ներքին կատակներ անելով, որոնք միայն երկուսն էին հասկանում։ Նրանք նորից միասին էին ընթրում, առանց հեռուստացույցի, առանց բջջային հեռախոսների, պարզապես խոսելով ամեն ինչի ոչնչի մասին։ Մարինեն նույնպես փոխվեց։ Նա դադարեց պասիվորեն ընդունել անտեսանելիությունը։ Երբ զգում էր, որ Ռոբերտը նորից հեռանում է, նա մեղմորեն, բայց ամրապին դիմակայում էր։ Նա նորից սկսեց հոգ տանել իր մասին ոչ թե խանդ առաջացնելու համար, այլ որովհետև վերակտավ գեղեցիկ, վստահ, կենդանի զգալու հաճույքը։ Վերսկսեցին հոբբիները, ավելի շատ էր դուրս գալիս Լիլիթի հետ, սկսեց հաճախել նկարչության դասերի, որոնք միշտ ցանկացել էր։ Դանիելը շարունակում էր մնալ անհարմար ուրվական կորպորատիվ հանդիպումներին, բայց Ռոբերտը սովորեց դա հաղթահարել։ Նա այլս այն հեռավոր ամուսինը չէր, ով թույլ էր տալիս, որ այլ տղամարդիկ շրջանցեն իր կնոջը առանց արձագանքելու։ Բայց նա տիրական կամ վերահսկող չէր։ Նա գտել էր հավասարակշռություն, առողջ միջոց, ցույց տալու, որ Մարինեն կարող է իր համար, առանց նրան խեղդելու։ Կարոլինան, նոր գործընկերուհին, երբեմն հայտնվում էր միջոցառումներին, հանդիպումներին։ Մարինեն նկատում էր, որ նրա Ռոբերտի մեջ ինչ-որ չլուծված բան կար, ինչ-որ հին պատմություն, որը նրանցից ոչ մեկը չէր հիշատակում։ Բայց նա ընտրեց վստահել։ Ընտրեց հավատալ, որ այն տղամարդը, ում Ռոբերտը դառնում էր, բավականաչափ անկեղծ էր, որպեսզի ոչինչ չթաքցներ։ Հունիսի անձրոտ երեքշաբթի օրը, գալայից 3 ամիս անց, Մարինեն զգաց առաջին ախտանիշը։ Առավոտյան սրտխառնոց, որը ստիպեց նրան վազել զուգարան։ Սկզբում նա կարծեց, որ ինչ-որ բան է կերել։ Բայց երբ սրտխառնոցը շարունակվեց հաջորդ օրերին, ուղեկցվող կրծքերի զգայունությամբ անբացատրելի հոգնածությամբ, նա սկսեց կասկածել։ Մարինեն դեղատնից 3 տարբեր հղիության թեստեր գնեց, դրանք պայուսակում թաքցնելով, կարծես մաքսանենգ ապրանք լինեին։ Սպասեց մինչ Ռոբերտը աշխատանքի գնար, նախքան թեստեր անելը։ Եվ երբ 3-ն էլ ցույց տվեցին նույն արդյունքը, նա նստեց զուգարանի սառը հատակին լացեց։ Ոչ թե տխրությունից, ոչ թե վախից, գոնե ոչ միայն, այլ ճնշող բարդ հուզմունքից, որը նա չէր կարողանում անվանել։ Նա հղի էր։ Ամուսնությունից 6 տարի անց, գրեթե ամեն ինչ կորցնելուց հետո, նա իր ներսում կյանք էր կրում։ Եվ առաջին բանը, որ նա զգաց, ուրախություն չէր։ Դա սարսափ էր։ Սարսափ, որ դա չափազանց շատ կլիներ։ Սարսափ, որ Ռոբերտը, ով հազիվ էր սովորում ներկա լինել իր համար, պատրաստ չէր լինել հայր։
Սարսափ, որ այն փխրուն հավասարակշռությունը, որը նրանք վերականգնել էին, կփլուզվեր նոր պատասխանատվության ծանրության տակ։ Մարինեն հաջորդ օրերն անցկացրեց մշուշի մեջ։ Մեխանիկորեն էր աշխատում, Ռոբերտի հաղորդագրություններին պատասխանում էր միավանք պատասխաններով, խուսափում էր թեմային անդրադառնալուց։ Բայց նա նկատեց։ Իհարկե նկատեց։ Դա նոր Ռոբերտ էր, ով ուշադրություն էր դարձնում, ով նկատում էր, երբ ինչ-որ բան այն չէր։ Ուրբաթ երեկոյան էր, երբ նրանք ընթրում էին տնական մակարոնով, որը Ռոբերտը փորձել էր պատրաստել, որը միայն միջին չափով ուտելի էր ստացվել, որ նա վերջապես հարցրեց. «Ինչ է կատարվում, Մարի»։ «Այս ամբողջ շաբաթ դու հեռու ես»։ Մարինեն պատառաքաղը դրեց ափսեի մեջ, մետաղի ձայնը ջենապակու վրա արձագանքեց բնակարանի լռության մեջ։ Նա նայեց նրան, այն աչքերին, որոնք նորից սովորել էին տեսնել իրեն, որոշեց անկեղծ լինել։ «Ես հղի եմ»։ Ռոբերտը սառեց։ Լիովին սառեց։ Նրա բռնած պատառաքաղը օդում մնաց կախված, բերանը կիսաբաց, աչքերը լայն բացված, բացարձակ շոկից։ Մի սարսափելի պահ Մարինեն մտածեց, որ նա կխելագարվի, կփախչի, կասի, որ պատրաստ չէ։ Բայց հետո նա տեսավ արցունքները։ Լուռ արցունքներ, որոնք սկսեցին հոսել նրա դեմքով, երբ նա բաց թողեց պատառաքաղը, ձեռքերը դեմքին տարավ։ Նրա ուսերը սկսեցին դողալ, Մարինեն հասկացավ, որ նա լացում է։ Իրականում լացում է խորը հեկեկոցներով, որոնք կարծես գալիս էին շատ հին, շատ վիրավոր տեղից։ Նա վեր կացավ, մոտեցավ նրան, ծնկի իջնելով աթոռի կողքին գրկելով նրան։ Եվ այնտեղ, խոհանոցում, մակարոնը սառչում էր ափսեների մեջ, նրանք միասին լացեցին։ Լացեցին անցյալի համար, որը գրեթե կործանել էին, ապագայի համար, որը սարսափեցնում էր նրանց, ներկայի համար, որը դեռ սովորում էին հաղթահարել։ Երբ Ռոբերտը վերջապես կարողացավ խոսել, նրա ձայնը խռպոտ էր, բայց լիցքավորված այնքան ուժեղ հույզերով, որ Մարինեն զգաց, թե ինչպես է իր սիրտը սեղմվում։ «Ես հայր եմ դառնալու»։ Նա ասաց, կարծես բառերը փորձում էր լեզվի վրա։ «Ես երեխա եմ ունենալու։ Քեզ հետ։ Եվ այս անգամ, ես երդվում եմ ամեն սուրբ բանով, ես ներկա կլինեմ։ Ես կլինեմ այն հայրը, որին երբեք չեմ ունեցել։ Ես կսիրեմ այդ երեխային քեզ իմ էության յուրաքանչյուր թելով։ Ես այս անգամ ճիշտ կանեմ, Մարի։ Ես խոստանում եմ»։ Եվ Մարինեն հավատաց նրան։ Որովհետև կար մի բան այնձի մեջ, թե ինչպես էր նա պահում իրեն, նրա հայացքի ինտենսիվության մեջ, նրա ձայնի ամրության մեջ, նույնիսկ արցունքներից կոտրված, որը ստիպեց նրան հավատալ, որ այդ տղամարդը ի վիճակի է կատարել այդ խոստումը։ Հաջորդող ամիսները հույզերի, հայտնագործությունների փոխակերպումների ալիքի պես էին։ Ռոբերտը կատարեց իր խոստումը այնքան արմատական կերպով, որ երբեմն Մարինեն ստիպված էր հիշեցնել նրան շնչել։ Նա լիովին վերակազմակերպեց իր աշխատանքային գրաֆիկը, պատվիրակեց նախագծեր, մերժեց միջազգային ուղղություններ։ Երբ նա կարևոր հանդիպումներ ուներ, որոնք չէր կարող հետաձգել, նա դրանք կրճատում էր, միշտ զգուշացնելով, որ պետք է տուն հասնի կնոջ հետ ընթրելու։ Նրա գործընկերները սկզբում զարմացան, ոմանք նույնիսկ կատակներ արեցին աշխատամոլ ղեկավարի մասին, ով ընտանիքի մարդ էր դարձել։ Բայց Ռոբերտը չէր հոգնում։ Իր չափահաս կյանքում առաջին անգամ նա գտել էր ինչ-որ բան, որն ավելի կարևոր էր, քան մասնագիտական հավակնությունը։ Նա ուղեկցում էր Մարինեին բոլոր բժշկական այցելությունների ժամանակ, նստած նրա կողքին մանկաբարձի փոքրիկ սենյակում, բռնելով նրա ձեռքը, մինչ նրանք լսում էին երեխայի սրտի բաբախյունը մոնիտորի վրա։ Առաջին անգամ, երբ նրանք լսեցին այդ արագ ու ուժեղ ձայնը, կարծես ձիեր էին վազում, Ռոբերտը լացեց։ Ոչ թե զուսպ, այլ բացահայտ հեկեկոցներով, որոնք նույնիսկ բժշկուհուն քնքշորեն ժպտալ ստիպեցին։ Մարինեն նայեց այդ տղամարդուն, ով սառույցի պատ էր եղել, տեսավ մի հոր, ով արդեն սիրահարված էր մի երեխայի, ով դեռ դեմք էլ չուներ։ Հղիության լուրը արագորեն տարածվեց ընտանիքի ընկերների շրջանում։ Լիլիթը առաջիններից էր, ով իմացավ, նրա արձագանքն այնքան ջերմ էր, որ Մարինեն ստիպված էր հեռախոսը հեռացնել ականջից, իր թմբկաթաղանթները ուրախության բղավոցներից պաշտպանելու համար։ Նա հաջորդ օրը հայտնվեց բնակարանում, երեխայի համար նվերներով, մայրության մասին գրքերով, շամպայնի շշով, որը ինքը խմեց ամբողջությամբ, քանի որ Մարինեն ակնհայտորեն չէր կարող։ «Դու հաջողեցիր, սիրելիս», Լիլիթն ասաց, մինչ նրանք երկուսով դասավորում էին իր գնած մանրիկ հագուստները։ «Դու ոչ միայն փրկեցիր քո ամուսնությունը, այլ նոր կյանք ստեղծեցիր»։ Բառացիորեն։ Մարինեն ժպտաց, ծալելով դեղին կոմբինեզոնը, զարդարված բադիկներով։
Ես ոչինչ միայնակ չեմ փրկել։ Ռոբերտն էր, ով որոշեց փոխվել։ Ես պարզապես կայծ վառեցի։ Երբեմն մենք պետք է ամեն ինչ պայթեցնենք, որպեսզի ավելի լավ բան կառուցենք։ Լիլիթը փիլիսոփայեց, հիանալով գործված կոշիկների զույգով։ Եվ հիմա նայիր քեզ։ Շողշողուն, հղի, ամուսնու հետ, ով վերջապես արթնացել է կյանքի համար։ Դա գրեթե հեքիաթ է։ Գրեթե։ Մարինեն համաձայնեց, բայց նրա աչքերում անհանգստության ստվեր կար, որը Լիլիթը չթողեց աննկատ։ Գրեթե։ Ի՞նչն է դեռ քեզ անհանգստացնում։ Մարինեն տատանվեց, բայց հետո որոշեց կիսվել։ Ի վերջո, Լիլիթը նրա մշտական վստահելի ընկերուհին էր։ Դա Կարոլինան է։ Ռոբերտի ընկերության նոր գործընկերուհին։ Այնտեղ ինչ-որ բան կա։ Ինչ-որ պատմություն, որը նա չի պատմում։ Երբեմն ես տեսնում եմ, թե ինչպես է նա տարօրինակ կերպով նայում նրան։ Եվ նա անհարմար է զգում նրա մոտ։ Դու հարցրել ես նրան։ Հարցրեցի։ Նա ասաց, որ մի քանի տարի առաջ կարճ ժամանակով հանդիպել են կոնֆերանսի ժամանակ։ Բայց ես զգում եմ, որ ավելին կա։ Լիլիթը լրջացավ, բաց թողնելով այն կոշիկը, որով հիանում էր։ Մարի, դու իսկապես ուզում ես դա հիմա բացահայտել։ Դուք այնքան լավ պահի եք։ Դու հղի ես։ Նա վերափոխվել է։ Արժե՞։ Ամեն ինչ ռիսկի դնել կասկածի համար։ Մարինեն ձեռքը դրեց որովայնին, որն արդեն սկսում էր մեղմ կորություն ցույց տալ։ Ես չեմ ուզում գաղտնիքներ մեր միջ։ Ոչ նորից։ Մենք տարիներ շարունակ ապրել ենք լռության մեջ։ Ես չեմ կարող վերադառնալ դրան։ Այդ դեպքում խոսիր նրա հետ։ Բայց խոսիր սիրով, վստահությամբ։ Ոչ թե մեղադրանքով։ Տուր նրան անկեղծ լինելու հնարավորություն։ Մարինեն գիտեր, որ Լիլիթը ճիշտ էր։ Եվ այդ գիշեր, երբ Ռոբերտը տուն եկավ, չինական տակիուտի պայուսակով շուշանների փունջով, նա որոշեց բախվել հարցին։ Նրանք ընթրեցին հյուրասենյակում, նստած հատակին, սննդի։ Տուփերը սեղանի վրա շաղված մի պատահական մտերմություն, որն անհնար կլիներ հեռավորության տարիներին։ Ռոբերտը ուրախությամբ պատմում էր, թե ինչպես էր ճաշի ժամին խանութում տեսած կատարյալ մանկական մահճակալն ընտրել, ձեռքերով ցույց տալով, մինչ նկարագրում էր յուրաքանչյուր մանրուք։ Բեթո Մարինեն մեղմորեն ընդհատեց նրան, օգտագործելով այն մականունը, որը միայն ինքն էր օգտագործում։ Ինձ պետք է մի բան հարցնեմ քեզ։ Եվ ինձ պետք է, որ դու լիովին անկեղծ լինես ինձ հետ։ Ռոբերտը կանգ առավ բրնձի մի պատառի մեջտեղում, ժպիտը անհետացավ դեմքից։ Նա մի կողմ դրեց սննդի տուփը ամբողջությամբ շրջվեց դեպի նա։ Իհարկե։ Ցանկացած բան։ Կարոլինան։ Մարինեն պարզապես ասաց։ Իրականում ինչ է տեղի ունեցել ձեր միջ։ Ռոբերտը երկար պահ փակեց աչքերը։ Երբ նա նորից բացեց դրանք, դրանցում կար թեթացման անհանգստության խառնուրդ։ Դու արժանի ես իմանալու։ Նա խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր խորը ջրերի մեջ սուզվել։ Ես Կարոլինային ճանաչել եմ 5 տարի առաջ, Փարիզում կայացած ներդրումային կոնֆերանսի ժամանակ։ Ես մեր ամուսնության ամենավատ փուլում էի։ Կամ ավելի ճիշտ, այն փուլում, երբ նույնիսկ չէի նկատում, որ վատ էի։ Ես ընկղմված էի աշխատանքի մեջ, օգտագործելով դա որպես արդարացում տան հուզական դատարկությանը չանդրադառնալու համար։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում, բայց ստիպեց իրեն լսել առանց ընդհատելու։ Մենք զրուցեցինք կոնֆերանսի ժամանակ։ Մի քանի խմիչք խմեցինք։ Նա խելացի էր, հետաքրքիր, կարծես ինձ հասկանում էր։ Եվ թուլության, մենակության, այն ամենի հետ լիակատար անջատվածության մի պահի, ինչն իսկապես կարևոր էր, ես գրեթե։ Ռոբերտը կուլ տվեց։ Գրեթե կատարեցի իմ կյանքի ամենամեծ հիմարությունը։ Դուք միասին եք եղել։ Մարինեն հարցրեց, ձայնը զարմանալիորեն հանգիստ, չնայած իր զգացած ցավին։ Ոչ։ Գրեթե, բայց ոչ։ Մենք հյուրանոցի բարում էինք, ուշ գիշեր։ Նա առաջարկեց, որ բարձրանանք իր սենյակ։ Եվ ես պատրաստվում էի համաձայնել, երբ իմ հեռախոսը զանգեց։ Դա դու էիր։ Զանգում էիր բարի գիշեր ասելու, որովհետև դա այն էր, ինչ դու միշտ անում էիր, նույնիսկ երբ ես հազիվ էի պատասխանում։ Եվ քո ձայնը լսելը նման էր գիտակցությանը հարվածելուն։ Ես հասկացա, թե ինչ էի պատրաստվում անել։
Հասկացավ, որ վայրկյաններ էին մնացել ամեն ինչ կործանելուց։ Ներողություն խնդրեցի Կարոլինայից հեռացա։ Մենակ վերադարձա սենյակ։ Եվ մենք երբեք այլս չխոսեցինք դրա մասին։ Այդ դեպքում ոչինչ տեղի չունեցավ։ Մարինեն կրկնեց, փորձելով մարսել ամեն ինչ։ Ֆիզիկապես, ոչ։ Բայց մտադրությունը կար։ Եվ դա մինչ այսօր ինձ կրծում է։ Որովհետև նույնիսկ եթե ես քեզ չդավաճանեցի արարքներով, դավաճանեցի մտքերով։ Եվ երբ նա հայտնվեց ընկերությունում, տեղափոխված Փարիզից, կարծես իմ կյանքի այն ամբողջ մութ շրջանը վերադարձավ ինձ հետապնդելու։ Մարինեն երկար պահ լռեց, կլանելով ամեն ինչ։ Նրա մի մասը ցանկանում էր զայրացած լինել, ցանկանում էր բղավել, ցանկանում էր, որ նա տառապեր այդ գրեթե տեղի ունեցած դավաճանության համար։ Բայց մյուս մասը, այն մասը, որը հասունացել էր այդ ամբողջ ճանապարհորդության ընթացքում, հասկանում էր։ Հասկանում էր, որ մարդիկ սխալներ են անում։ Հասկանում էր, որ ցավոտ անկեղծությունն ավելի արժեքավոր էր, քան հարմարավետ սուտը։ Հասկանում էր, որ իր առջ նստած տղամարդն այլս նույնը չէր, ով գրեթե կատարել էր այդ սխալը 5 տարի առաջ։ Շնորհակալություն պատմելու համար։ Մարինեն վերջապես ասաց, բռնելով նրա ձեռքը։ Գիտեմ, որ հեշտ չէր։ Եվ գիտեմ, որ դու կարող էիր ստել։ Բայց չստեցիր։ Եվ դա շատ բան է նշանակում։ Դու զայրացած չես։ Զայրացած եմ։ Մի քիչ։ Բայց ավելի շատ թեթացած եմ, որ դու անկեղծ եղար։ Եվ հպարտ եմ այն տղամարդով, ում դու դարձել ես։ Այն տղամարդը, ում դու 5 տարի առաջ էիր, դա կաներ։ Այն տղամարդը, ում դու այսօր ես, չէր անի։ Ռոբերտը նրան ամուր գրկեց, դեմքը թաղված նրա մազերի մեջ։ Ես քեզ այնքան եմ սիրում։ Այնքան, որ ցավում է։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ դա քեզ ապացուցելով։ Հաջորդող ամիսներին Մարինեի որովայնը մեծացավ, դրա հետ մեկտեղ սպասելիքները։ Նրանք հյուրասենյակը վերածեցին մանկական սենյակի, պատերը ներկելով մեղմ դեղինով, հավաքելով Ռոբերտի ընտրած մահճակալը, կախելով գունավոր մոբիլներ առաստաղից։ Ռոբերտը պնդեց ամեն ինչ ինքն անել, հետելով YouTube-ի դասընթացներին, քրտնելով ցածր հայհոյելով, երբ մասերը չէին տեղավորվում սպասվածի պես։ Մարինեն նստած էր իրենց գնած ճոճվող աթոռին, ձեռքը որովայնին, դիտելով ամուսնու ջանքերը զգալով մի քնքշություն, որը ստիպում էր նրան լացել։ Մորֆոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ աղջիկ է։ Ռոբերտը նորից լացեց, իհարկե։ Մարինեն սկսում էր մտածել, որ հղիությունը վերջնականապես կոտրել էր նրա հուզական վերահսկողությունը, նրան վերածելով մի տղամարդու, ով լացում էր մարգարինի գովազդներից ինտերնետի շների տեսանյութերից։ Բայց նա սիրում էր դա։ Սիրում էր յուրաքանչյուր արցունքը, յուրաքանչյուր բացահայտված հույզը, յուրաքանչյուր ապացույցը, որ նա իսկապես այնտեղ էր, ներկա, զգացող։ Նրանք շաբաթներ անցկացրեցին անուններ քննարկելով։ Ռոբերտը դասական էլեգանտ բան էր ուզում։ Մարինեն եզակի, բայց ոչ էքսցենտրիկ բան էր ուզում։ Ի վերջո համաձայնվեցին Հելենա անվանը։ Հելենա, որը նշանակում է լույս, որը նշանակում է հույս, որը նշանակում է վերսկսում։ 8-րդ ամսում Մարինեն սարսափեց։ Կեղծ գծկումներ, որոնք նրան գիշերվա կեսին հիվանդանոց տարան, Ռոբերտը վարում էր, կարծես Ֆորմուլա 1-ի մրցավազքում լիներ, ձեռքերն ամուր ղեկին, շշնջալով աղոթքներ, որոնք նույնիսկ չգիտեր, որ գիտի։ Ի վերջո դա պարզապես կեղծ տագնապ էր, բայց այդ սարսափի ժամերը ամրապնդեցին ինչ-որ բան նրանց մեջ։ Ռոբերտը բռնեց նրա ձեռքը ամբողջ ընթացքում, շշնջալով քաջալերող խոսքեր, խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ Մարինեն հավատաց։ Լիլիթը անակնկալ մանկական երեկույթ կազմակերպեց ծննդաբերության նախատեսված ամսաթվից 3 շաբաթ առաջ։ Մարինեն շենքի հանդիսությունների սրահ եկավ, մտածելով, որ կհանդիպի միայն մի քանի մտերիմ ընկերուհիների, բայց գտավ 40 մարդ, վարդագույն դեղին ձավորում, քաղցրավենիքի սեղան, հիմար խաղեր, շատ սեր։ Նույնիսկ Ռոբերտի մայրը, ով Գյումրիում է ապրում, ում հետ նա բարդ հարաբերություններ ունի, հայտնվեց։ Ձեր կինը զարմանալի ուժով գրկեց Մարինեին, շշնջաց նրա ականջին խոսքեր, որոնք նրան ստիպեցին լացել։ Ես տեսնում եմ իմ որդու աչքերում մի բան, որը երբեք նախկինում չեմ տեսել։ Խաղաղություն։ Իսկական երջանկություն։ Շնորհակալություն նրան նորից կյանքի բերելու համար։ Կարոլինան նույնպես այնտեղ էր, հրավիրված Գուստավի կողմից։ Տարօրինակ պահ էր, երբ նա Մարինեն հանդիպեցին նվերների սեղանի մոտ։
Բայց Կարոլինան շնորհալի էր, հարգալից, պահպանելով համապատասխան հեռավորություն Ռոբերտից Մարինեին վերաբերվելով անկեղծ քաղաքավարությամբ։ Ես ուզում էի ներողություն խնդրել։ Կարոլինան ցածր ձայնով ասաց, հեռու մյուսներից։ Գիտեմ, որ դուք դժվարություններ եք ունեցել։ Եվ գիտեմ, որ դրա մի մասը իմ պատճառով էր, թեկուզ անուղղակիորեն։ Մարինեն կարող էր սառը լինել, կարող էր հեռու լինել։ Բայց նա ընտրեց առատաձեռն լինել։ Անցյալն անցյալում է։ Եվ ես ընտրում եմ հավատալ, որ բոլորս արժանի ենք երկրորդ հնարավորության։ Հղիության վերջին շաբաթներին Մարինեն հազիվ էր քնում։ Մեծ որովայնը անհնար էր դարձնում հարմար դիրք գտնելը։ Ռոբերտը արթուն էր մնում նրա հետ, մերսելով նրա ցավող մեջքը, ջուր բերելով, բարձրաձայն կարդալով գրքերից հատվածներ, որոնք նա սիրում էր։ Նրանք ամեն ինչի մասին էին խոսում լուռ լուսաբացներին։ Այն մասին, թե ինչպես կլինի ծնող լինելը, իրենց վախերի մասին, Հելենայի համար իրենց երազանքների մասին։ Ռոբերտը խոստովանեց, որ սարսափում էր իր սեփական հոր սխալները կրկնելուց։ Մարինեն խոստովանեց, որ վախենում էր բավարար չլինելուց։ Եվ միասին նրանք խոստացան, որ բավարար կլինեն միմյանց համար իրենց ճանապարհին գտնվող դստեր համար։ Հելենան որոշեց ժամանել սպասվածից 2 շաբաթ շուտ, նոյեմբերի անձրոտ մի առավոտ։ Մարինեն արթնացավ առավոտյան 5-ին, ջրերը կոտրված կծկումներով, որոնք անսխալականորեն իրական էին։ Ռոբերտը մտավ վերահսկվող խուճապի ռեժիմ, վերցնելով այն ճամպրուկը, որը նրանք պատրաստել էին շաբաթներ առաջ, զանգահարելով բժշկին, մեքենա վարելով հիվանդանոց չափազանց զգուշությամբ, չնայած շտապությանը։ Ծննդաբերությունը տեց 12 ժամ։ 12 ժամ ուժեղ ցավ, հյուծվածություն, պահեր, երբ Մարինեն երդվեց, որ չի կարողանա։ Բայց Ռոբերտը այնտեղ էր, յուրաքանչյուր վայրկյան։ Բռնելով նրա ձեռքը, նույնիսկ երբ նա այնքան ամուր էր սեղմում, որ հետքեր էր թողնում։ Սրբելով նրա ճակատի քրտինքը։ Շշնջալով քաջալերող խոսքեր։ Լացելով նրա հետ, երբ ցավը դառնում էր անտանելի։ Եվ վերջապես, երբ դրսում արը սկսեց մայր մտնել, Հելենան ծնվեց։ Նրա առաջին լացը արձագանքեց ծննդասենյակում, Մարինեն տեսավ, թե ինչպես է Ռոբերտը ծնկի իջնում մահճակալի կողքին, հեկեկոցները թափահարում էին նրա ամբողջ մարմինը։ Բուժքույրը Հելենային դրեց Մարինեի գրկում, այդ փոքրիկ, կարմիր կատարյալ փաթեթը, նա նայեց այդ երեխային, ով կեսը ինքն էր, կեսը Ռոբերտը, լիովին հրաշք։ Նայիր, թե ինչ ենք մենք արել։ Մարինեն շշնջաց, արցունքները խառնվելով քրտինքին հոգնածությանը։ Նայիր այն գեղեցկությանը, որը մենք ստեղծել ենք։ Ռոբերտը վեր կացավ, դողալով, ձեռքերը մեկնեց։ Բուժքույրը Հելենային զգուշությամբ փոխանցեց նրան, առաջին անգամ հայրն ու դուստրը նայեցին միմյանց։ Հելենան բացեց իր փոքրիկ աչքերը, դեռ շփոթված աշխարհից, կարծես կենտրոնացավ հոր դեմքի վրա։ Եվ Ռոբերտը, այն տղամարդը, ով իր կյանքի այդքան ժամանակ փախչում էր հույզերից, լիովին փլուզվեց։ Ողջույն, իմ սեր։ Նա շշնջաց, ձայնը կոտրված։ Ողջույն, Հելենա։ Ես քո հայրիկն եմ։ Եվ ես խոստանում եմ, որ կսիրեմ քեզ իմ կյանքի բոլոր օրերը։ Ես ներկա կլինեմ։ Ես կլսեմ քեզ։ Ես կտեսնեմ քեզ։ Երբեք թույլ չեմ տա, որ դու քեզ անտեսանելի կամ չսիրված զգաս։ Դու ամեն ինչ ես։ Դու ամեն ինչ ես, ինչ կարոր է։ Մարինեն դիտում էր այդ տեսարանը իր սեփական արցունքների միջով, հասկացավ, որ դա այն պահն էր։ Այն պահը, երբ ամեն ինչ իմաստ ստացավ։ Զգեստը, երեկույթը, խանդը, վեճերը, հաշտությունները, հղիությունը։ Ամեն ինչ ճանապարհորդություն էր, հասնելու հենց այնտեղ։ Որպեսզի այդ կոտրված տղամարդը դառնա ամբողջական։ Որպեսզի այդ անտեսանելի կինը դառնա տեսանելի։ Որպեսզի ընտանիք ծնվի մի ամուսնության մոխիրներից, որը գրեթե մահացել էր։ Հաջորդ օրերին բնակարանը վերափոխվեց։ Այն դարձավ անկարգություն, գեղեցիկ անկարգություն, տակտիրներով, գիշերային լացերով, առավոտյան 3-ի կերակրումներով, բազմոցի վրա գողացված քնով։ Ռոբերտը ամբողջական հայրության արձակուրդ վերցրեց, մի բան, որն անսովոր էր այն կորպորատիվ աշխարհում, որտեղ նա աշխատում էր, բայց նա չհոգնեց բարձրացված հոնքերից քողարկված մեկնաբանություններից։ Նա այնտեղ էր, անհարմարորեն, բայց լիակատար նվիրումով տակտիրներ փոխելով, Հելենային օրորելով լուսաբացներին, անլար երգեր երգելով, որոնք նրան քնեցնում էին։ Լիլիթը հաճախ էր այցելում, միշտ ուտելիք բերելով, քանի որ գիտեր, որ նրանք հազիվ էին հասցնում եփել։
Նա Հելենային պահում էր զարմանալի նրբությամբ, այդքան շքեղ մեկի համար, շնչում էր երեխային պատմություններ այն մասին, թե ինչպես էր նրա ծնողների սերը փրկվել զգեստով շատ քաջությամբ։ Մի գիշեր, ծննդաբերությունից 3 շաբաթ անց, երբ Հելենան վերջապես քնել էր ժամեր շարունակ կոլիկներից լացելուց հետո, Մարինեն Ռոբերտը հանդիպեցին բազմոցին, հյուծված, բայց տարօրինակ կերպով թարմացած։ Ռոբերտը Մարինեին իր գիրկը քաշեց, նա գլուխը դրեց նրա ուսին, շնչելով նրա օծանելիքի ծանոթ հոտը, խառնված մանկական կաթի հոգնածության հետ։ «Հիշում ես այդ զգեստը», հարցրեց Ռոբերտը հանկարծ, ձայնը ցածր բնակարանի լռության մեջ։ «Ինչպես կարող էի մոռանալ»։ Մարինեն ժպտաց։ «Ամեն ինչ փոխեց»։ «Դա զգեստը չէր»։ Ռոբերտը մեղմորեն ուղղեց։ «Դու էիր քո քաջությունը ավելին պահանջելու, չընդունելու քո արժանիքից պակասը։ Դու փրկեցիր ինձ, Մարի։ Փրկեցիր ինձ ինձնից։ Մենք փրկեցինք միմյանց»։ Մարինեն պատասխանեց, մատները միահյուսելով նրա մատների հետ։ «Եվ հիմա փրկեցինք նրան»։ Նրանք երկար մնացին այնտեղ, մի լռության մեջ, որը լիովին տարբերվում էր այն լռություններից, որոնք նշանավորել էին իրենց ամուսնությունը տարիներ առաջ։ Դա անտարբերության սառը լռությունը չէր։ Դա հասկացողության, համաձայնության, սիրո տաք լռությունն էր, որը բառերի կարիք չուներ, քանի որ արդեն հասկանալի էր։ Շաբաթները դարձան ամիսներ։ Հելենան մեծանում էր, ամեն օր փոխվելով, աշխարհը հետաքրքրասեր աչքերով հայտնաբերելով։ Ռոբերտը վերադարձավ աշխատանքի, բայց փոխված։ Նա ժամանում էր ուղիղ 6-ին, անկախ նրանից, թե ինչ էր կատարվում գրասենյակում։ Ակտիվորեն մասնակցում էր Հելենայի հետ առօրյային, արթնանում էր գիշերային կերակրումների համար, լողացնում էր, պատմություններ էր պատմում, կառուցելով մի հայրություն, որը նա երբեք չէր տեսել, բայց որը վճռական էր ստեղծել։ Մարինեն նորից սկսեց տանից աշխատել, երբ Հելենան 4 ամսական դարձավ, բայց հիմա այլ էր։ Այլս մենակ չէր։ Այն լցված էր։ Նա աշխատում էր, մինչ երեխան քնած էր, ստեղծագործում էր այն ոգեշնչումով, որը միայն մայրությունը կարող էր բերել։ Եվ երբ Ռոբերտը գալիս էր, նրանք կիսում էին պատասխանատվությունները, կիսում էին ուրախությունը, կիսում էին կյանքը մի ձով, որը վերջապես հավասարակշռված էր թվում։ Մի շաբաթ առավոտյան, Հելենայի ծննդից 6 ամիս անց, Մարինեն արթնացավ Ռոբերտին գտավ երեխայի սենյակում։ Նա նստած էր ճոճվող աթոռին, Հելենան գրկում, երկուսն էլ խորը քնած էին։ Արի լույսը մտնում էր պատուհանից, ոսկեգույն փայլով լուսավորելով տեսարանը։ Եվ Մարինեն հոգու խորքից եկող վստահությամբ գիտեր, որ նրանք հաջողել էին։ Նրանք անցել էին մութ հովիտը հասել մյուս կողմը, ոչ միայն անվնաս, այլ ավելի ուժեղ, ավելի կապված, ավելի կենդանի։ Նա մտածեց զգեստի մասին, որը դեռ կախված էր զգեստապահարանում, խանդի փոխակերպման կատալիզատորը։ Մտածեց, թե ինչպես էր քաջության մեկ ժեստը լիակատար հեղափոխություն առաջացրել իրենց կյանքում։ Մտածեց Կարոլինայի, Դանիելի, Լիլիթի, բոլոր այն մարդկանց մասին, ովքեր դերակատարում ունեին այդ ճանապարհորդության մեջ։ Բայց հիմնականում մտածեց Ռոբերտի մասին։ Այն տղամարդու մասին, ով ընտրեց փոխվել։ Այն տղամարդու մասին, ով սովորեց զգալ։ Այն տղամարդու մասին, ով հայր դարձավ ոչ միայն կենսաբանորեն, այլ հուզականորեն։ Եվ հետո Հելենան արթնացավ, այդ մուգ աչքերը բացվեցին, կենտրոնացան Մարինեի վրա, ճանաչումով, որը ստիպում էր նրա սիրտը հալվել։ Ռոբերտը անմիջապես հետո արթնացավ, ավտոմատ ժպիտը հայտնվեց դեմքին, հենց որ տեսավ իր երկու կանանց այնտեղ։ «Բարի լույս, իմ ամբողջ աշխարհ», Ռոբերտը ասաց, Մարինեն գիտեր, որ նա խոսում էր երկուսի հետ։ Որովհետև հիմա նա իսկապես տեսնում էր։ Իսկապես զգում էր։ Իսկապես սիրում էր այն ուշքնությամբ, որը նա միշտ գիտեր, որ նա ի վիճակի է, բայց որը նա այդքան երկար փակված էր պահել։ Եվ այնտեղ Երանի կենտրոն թաղամասի այդ բնակարանում, շաբաթվա այդ սովորական առավոտյան, անհասկանալի ձայներ արձակող երեխայի մի զույգի հետ, ովքեր նորից սովորել էին սիրել, կյանքը շարունակվում էր։ Ոչ կատարյալ, որովհետև կատարելությունը առասպել է։ Բայց իրական։ Իսկական։ Կենսունակ։ Եվ դա էր ամենակարևորը։ Զգեստը կշարունակեր կախված մնալ զգեստապահարանում, լուր հիշեցում, որ երբեմն պետք է ամեն ինչ ցնցել, որպեսզի ավելի լավ բան կառուցվի։ Որ ներկայություն չունեցող սերը պարզապես հիշողություն է։ Որ ուշադրություն չունեցող վստահությունը անփութություն է։ Եվ որ յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ոչ միայն կայունություն, այլ հույզեր, լավ-վատ։
Խանդի, կարոտի, կասկածի համեմունքն է, որը թույլ չի տալիս սիրուն դառնալ անտարբեր։ Մարինեն նայեց Ռոբերտին, Հելենային գրկած, այն տղամարդուն, ով վերածնվել էր որպես ամուսին, որպես հայր, խորը երախտագիտություն զգաց։ Երախտագիտություն, որ չէր հանձնվել, որ քաջություն ուներ ավելին պահանջելու, որ առաջացրել էր այն հուզական երկրաշարժը, որը կարող էր ամեն ինչ կործանել, բայց որը վերջում վերակառուցեց մի բան շատ ավելի ուժեղ։ Եվ երբ Ռոբերտը բարձրացրեց աչքերը ժպտաց նրան, այն ժպիտը, որը լի էր կատարված խոստումներով, կիսված ապագաներով, Մարինեն գիտեր, որ նրանք լավ կլինեն։ Ավելի քան լավ։ Նրանք ներկա կլինեն։ Եվ ի վերջո, դա էր իսկապես կարևորը։ Ոչ թե խնդիրների բացակայությունը, այլ միմյանց ներկայությունը։ Միշտ։ Ամբողջությամբ։ Ուժգնորեն։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռոբերտի պատմությունը շոշափել է ձեր սիրտը։ Եթե դուք հուզվել եք փոխակերպման, սիրո վերսկսման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա այն զգեստն էր, որն ամեն ինչ փոխեց։ Այն պահը, երբ Ռոբերտը վերջապես խանձ զգաց։ Հելենայի ծնունդը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, հիշեցնում, որ երբեք ուշ չէ փոխվելու, սիրելու, ներկա լինելու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ մեկ այլ հուզիչ պատմություն է սպասում, շոշափելու ձեր հոգին։